Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորմանը, ԵԱՏՄ գալիք տարվա բյուջեին, երրորդ երկրների հետ գործակցությանը։ Հաստատվել է զբոսաշրջության զարգացման հայեցակարգը։ Հայաստանի վարչապետը իր ելույթում անդրադարձել է տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտում գործակցության զարգացման հեռանկարներին, կարևորելով տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր հնարավորությունների ստեղծումը։ Հայաստանի վարչապետը նաև շրջայց է կատարել Էրմիտաժում, այդ թվում Հայաստանի մշակույթի եւ արվեստի սրահում, Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ է տեղեկացրել։ Հեցի շուրջ 1753 աշխատակից ընկերության խնայողությունների հաշվին այսօր պարգևատրվել է, այս մասին Հեցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը էներգետիկի օրվա առիթով շնորհավորական ուղերձում է հայտնել։ Թրամփի վարչակազմը հետ է կանչում գրեթե 30 դիվանագետի, դեսպանական եւ դեսպանատների այլ բարձրաստիճան պաշտոններից, այս թվում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի։ Ըստ ԼՄՆ-ի ԱՄՆ նախագահի վարչակազմը փորձում է վերաձևավորել ԱՄՆ դիվանագիտական դիրքորոշումը արտասահմանում, ներառելով այն անձնակազմը, որը համարվում է նախագահ Թրամփի ամերիկան առաջինը առաջնահերթություններին լիովին աջակցող։